Պարոն Պողոսյան, Սամվել Կարապետյանի գործից եմ հարցնում, ուրեմն հունիսի 17-ին, երբ արդեն Սամվել Կարապետյանը այդ մեկնաբանությունը արել էր, որ եթե դիմադիրներին չհաջողվի, մենք էլ կմասնակցենք մեր ձևով այդ ամեն ինչին, դրանից հետո Նիկոլ Փաշինյանը գրում է Պոռնկաբարով, դրանից հետո արդեն սկսվում են, բան, ես ուղղակի ուզում եմ բան անեմ, որ չասեք, հունիսի 17-ին, ասում է, որ գրում է Պոռնկաբարով հոգևորականներն ու ներողություն այս ամեն ինչը մեջ բերելու համար, ուղղակի ուզում եմ ուղիղ մեջ բերել, ներողություն այս բառերի համար, Փաշինյանի խոսքերն են, Պոռնկաբարով հոգևորականներն ու նրանց Պոռնկաբարով բարեգործներն ինչու են ակտիվացել, ոչինչ, նորից կպասիվացնենք, ընդ որում ընդմիշտ, որից հետո արդեն Սամվել Կարապետյանը կալանավորվում է, հետո էլ անընդհատ նրա կալանքի ժամկետը երկարաձգվում է եւ միակ հիմքը, ինչպես պնդում են փաստաբանները, այն հայտարարությունն է, ոչ թե տնտեսական գործերն են, այլ այն հայտարարությունը, որ ասել էր այդ ամեն ինչին կմասնակցենք մեր ձևով։ Հիմա Նիկոլ Փաշինյանի այս գրառումը, որը կալանքին նախորդել է, հրահանգ է, միջամտություն է գործին, թե ոչ, ինչպես եք դուք սա մեկնաբանում։ Ես այդ հարցին պատասխանեցի, դա որևիցե կերպ միջամտություն համարել չի անհնար է։ Մենք իրականացրել ենք մեր լիազորությունները, մեր լիազորությունների շրջանակում եղել է համապատասխան քրեական վարույթ նախաձեռնելու առիթ։ Օգտվելով մեր լիազորություններից նախաձեռնել ենք քրեական վարույթ, ձեռք ենք բերել որոշակի փաստական տվյալներ, առաջադրվել է անձին կոնկրետ մեղադրանք, հետագայում մեղադրանքը ենթարկվել է փոփոխության, առաջադրվել է նաև այլ մեղադրանքներ, այս մասով ընդամենը գործը նախաքննության փուլում է։ Թույլ տվեք, դուք հարգելի լրագրող, դուք մեջբերում եք Պարոն Փաշինյանի խոսքերը։ Այո, վարչապետի խոսքերը դուք ինձնից մեկնաբանություն եք ուզում, որովհետև դա նախորդել է գործընթացներին։ Կներեք, հարգելի լրագրող, քննչական կոմիտեի նախագահան որևիցե կերպ լիազորված չի մեկնաբանել որևիցե պաշտոնատար անձի մեկնաբանությունները կամ գրառումները ցանկացած պաշտոնատար անձի, ես լիազորված չեմ, ախր ինձնից մեկնաբանություն եք ցանկանում, ես ոնց մեկնաբանեմ, երբ որ լիազորված չեմ, այսքան է։ Պարոն Պողոսյան, մյուս հարցս, դուք ուրեմն Էլի Սամվել Կարապետյանի գործով եմ հարցնում, դուք ասեցիք, որ տեսեք, մենք լրագրողներս տեղյակ ենք այդ մեկնաբանությունից, որ այդ ամեն ինչին կմասնակցիր ձևով, այսինքն ուրիշ փաստերի մենք չենք տիրապետում, ուրիշ տեղեկություններ չգիտենք։ Դուք էլ ասում եք նախաքննությունը շարունակվում է եւ այլն։ Դուք էլի փաստեր ունեք, որ բացի այդ հայտարարությունից գործարար Սամվել Կարապետյանը իշխանությունը զավթելու կոչեր է արել, թե միայն դա է։ Ու մյուս հարցեր շարունակեմ, այսքան մյուս գործով տնտեսական, որ նրա փաստաբանները պնդում են, որ դատարանում էլ բան չի գտնվել, մեղսակցություն, հա, հիմնավոր կասկածներ չի գտնվել Սամվել Կարապետյանի վերաբերյալ, դա ինչու չի անջատվում, գնում դատարա եւ որն այդ ողջամիտ ժամկետը, որ այդ քննությունը այսպես շարունակվում է, բայց դուք այն առաջին հարցը հիշում եք, չէ՞, որ դրանից սկսենք։ Հասկացա։ Այդ փաստեր ունեք, որ նա իշխանությունը զավթելու կոչ արել, որտեղ այդ նախադասության մեջ օրինակ այդպիսի կոչ։ Հարգելի լրագրող, փաստերը կներկայացվի այն ժամանակ, երբ որ գործը հրապարակային դառնա, այդ փաստերը կներկայացնենք, դուք այդ ժամանակ վստահ եմ այդ հարցերը ձեր մոտ էլ չեն ծագի։ Եվ ինչ վերաբերվում է մյուս հանգամանքներին, տնտեսական, ես նոր ազգային ժողովի падգամավորի հարցին պատասխանեցի, որ երբ որ մենք միասնական մեղադրանք ունենք, օրենքը հնարավորություն չի տալի մեղադրանքը տրոհել եւ մի մասով ուղարկել դատան, այն մյուսով անձը շարունակի գտնվել քրեական հետապնդման կարգավիճակում։ Այսինքն տվյալ անձին մի քանի հոդվածներով արարք մեղսագրվել, հետեւաբար այս առումով առանձին անջատել, որքան էլ որ փաստաբանը ցանկանա, որքան էլ փաստաբանը նշի, դա օրենքով նման հնարավորություն չկա պարզապես։ Հետ կհարցնեք, կներեք էլի։ Եվ արդյոք Չէ, ես ձեր հարցին չեմ պատասխանել, բայց մինչև վերջ չեմ պատասխանել։ Մինչև վերջ չեմ պատասխանել ձեր հարցին։ Կներեք։ Հաջորդ անգամ որ տեսնեք, մի հատ կասեք հնարավորությունը որն է։ Այդտեղ մի հնարավորություն կա, կամ մի մասով հաստատվում է, այն մյուս մասով է ուղարկում դատան, այն մյուս մասով դադարեցվում է, կամ չի կարա մարդը մնա մեղադրյալ գործով, մեղադրանքի մի մասը անջատվի եւ ուղարկի դատան։ Այսքան։ Հաջորդը դուք նշում եք, որ Չէ, այն հարցին չեմ պատասխանել։ Հարցին միջև չեմ պատասխանել։
Դուք նշեցիք, որ տնտեսական բնույթի հանցագործություններով հիմնավոր կասկածը չի հաստատվել։ Ի գիտություն ձեզ, երբ որ դատարանը հիմնավոր կասկածի շեմը հաղթահարված չի համարվում, այդ մասը դեռևս դա չի վկայում, որ քրեական հետապնդումը դադարեցման ենթակա է կամ քրեական հետապնդումը անհիմն է, որովհետև դատարանը միջնորդության ժամանակ բավարարվում է այն ստացած նյութերով, որը որ քննիչը ներկայացնում է կալանքի միջնորդության ժամանակ։ Մի վարքյան եկելի, ախր չեք թողում միջև վերջ ավարտել։ Այսինքն այս մասով այսքանը սա դեռևս չի նշանակում, որ հետապնդումը դադարեցման ենթակա է։ Ավելին, դուք եթե տեղյակ չեք, հույս ունեմ, որ տեղյակ չեք, այդ դատական ակտերը բողոքարկված է։ Բողոքարկված է։ Երկուսն էլ, պարոն Պողոսյան։ Ես հիմա քանդակով չեմ կարող ասել։ Երկու անգամ է եղել։ Դատավորներով է անուններով Այդ մասով բողոքարկված է, այսինքն դու գիտեք, որ մենք երաստիճան դատական համակարգ ունենք, մինչև վերջ կբողոքարկվի եւ հույս ունեմ հրահանգ կա մինչև 2026-ի ընտրությունները կամ չգիտեմ արտահերթ Սամվել Կարապետյանին պահել կալանավորված։ Դուք նոր եք եկել։ Բայց այդ հարցը առաջին անգամ է հնչում։ Չէ, նման հրահանգ չկա։ Եվ չի կարող լինել։ Պարոն Պողոսյան, մայրաթորից ստացել եք դիմում Հովանավանքը ազատելու, որտեղ մայրաթորն ասում է, որ կարգալույց եղած հոգևորականը զավթել է այն եւ իրավապաներից ակնկալում են, որ այն վերադարձվի եկեղեցուն, նման դիմում ստացել եք թե ոչ։ Որքան տեղյակ եմ, հանցագործության մասին հաղորդում ենք ստացել, բայց ոչ թե մայրաթորից, որքան հիշում եմ փաստաբաններից բողոք էին ներկայացրել, հաղորդում էին ներկայացրել հանցագործության մասին եւ այդ հաղորդումը սահմանված կարգով ընթացք է լուծվել։ Հիմա այս պահին ճիշտ ասած որքան տեղյակ եմ, վարույթ չի նախաձեռնել։ Եվ կներեք արդյոք ուսումնասիրում եք, եթե իհարկե ձեր կառույցի իրավասության ներքո Եզրասրբազանի KGB-ի գործակալ լինելու մասին մամուլի հրապարակումները ուսումնասիրում եք թե ոչ։ Նարեկ ջան, այդ մասով ես նշեցի, որ քննչական կոմիտեն պետք է ունենա համապատասխան հանցագործության մասին հաղորդում։ Վարչապետ ազգային ժողովի ամբիոնից այդ մասին խոսում։ Հաղորդում, մենք որպես այդպեսին ստուգման գործառույթ ունի օպերատիվ հետախուզական միջոցառումներ իրականացնելու մարմինը։